Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ին ողջունում է բոլոր նրանց, ովքեր այսօր դիտելու են մեր հեղինակային լինել թե չլինել հերթական ծրագիրը։ Գիտեք, ամեն անգամ, երբ մենք եթեր ենք հեռարձակում մեր նոր հյուրի հետ հանդիպումը, ուզում ենք ամենակարևորը նրան ներկայացնել այնպիսին, ինչպիսին նա իրականում կա, եւ մեր միակ ցանկությունը այդ հյուրից այն է, որ նա մեզ հետ միջև վերջ լինի անկեղծ, բաց, թափանցիկ, ասի նույնիսկ բաներ, որոնց մասին սովորաբար չեն ասում եթերից, բայց ինչ առումով ճշմարտությունը, սա շատ կարևոր է, եւ պիտի ասեմ, որ այս առումով մեր բախտը այսօր բերել է, մենք հյուրընկալել ենք մի անձնավորության, ով իսկապես հենց այդպիսին է, ով է այդ անձնավորությունը, դիտենք Ստելա Պետրոսյանի, Ստեփան Սանոսյանի, Արամ Մնացականյանի պատրաստած գողտրիկ փոքրիկ հաղորդումը մեր այսօրվա հյուրի մասին եւ վերադառնանք տաղավար ու շարունակենք զրույցը։ Դերասանի մասնագիտությունը միայն կերպար մարմնավորելը չէ։ Դա նաև մարդու բնույթը հասկանալու, ժամանակի շունչը զգալու եւ բեմի վրա կյանքի փոքր ճշմարտությունները բացահայտելու արվեստ է։ Թատրոնի բեմից մինչև կինոյի էկրան։ Նա ստեղծեց կերպարներ, որոնք երկար են մնացել հանդիսատեսի հիշողության մեջ։ Դերասան, որի խաղում միախառնվում են մարդկային խորությունը, ճշգրտությունն ու հումորի նուրբ զգացումը։ Այսօր լինել թե չլինել հաղորդման հյուրը թատրոնի եւ կինոյի դերասան Հայաստանի վաստակավոր արտիստ Արմեն Մարությանն է։ Արմեն Մարությանը հայկական թատրոնի եւ կինոյի այն դերասաններից է, ովքեր իրենց ստեղծագործական ճանապարհին միշտ փորձել են պահպանել այդ ազնիվ հարաբերությունը բեմի եւ հանդիսատեսի միջև։ Մեր ժամանակների հայ դերասանական արվեստում կան արտիստներ, որոնց ներկայությունը բեմում կամ էկրանին անմիջապես զգացվում է։ Նրանք չեն փորձում պարզապես խաղալ, նրանք ապրում են իրենց կերպարների ներսում։ Արմեն Մարությանի խաղում իր զգացվել է դերասանի ներքին ազատությունը, մտածողությունը եւ ամենակարևորը՝ մարդուն հասկանալու կարողությունը։ Եվ հենց այստեղ է ծնվում այն հարցը, որն արդեն դարեր շարունակ ուղեկցում է թատրոնին եւ մարդուն՝ լինել թե չլինել։ Այսօր լինել թե չլինել հաղորդման հյուրը Արմեն Մարությանն է։ Այո, սիրելի բարեկամներ, Արմեն Մարությանն է մեր այսօրվա հյուրը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստը, մեր կինոյի ու թատրոնի ճանաչված դերասաններից մեկը, մարդ, որին ես 40 տարուց ավելի ճանաչում եմ, բայց որին ամեն անգամ, երբ տեսնում եմ բեմում կամ կինոյի էկրանին, ինչ-որ բան ինձ համար նորովի եմ հայտնաբերում։ Թույլ տվեք մեծ հաճույքով ներկայացնել մեր այսօրվա հյուրին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, գիտեք, պարոն Մարության, ես ինչ պարոն Մարության, մենք ընկերներ ենք, ես կարող եմ ասել իմ շատ սիրելի Արմեն։ Գիտես, երբ տեսանք քո մասին պատմող այդ գողտրիկ տեսանյութը, քիչ բան չի ասում այն, բայց իրականում որքան հետաքրքիր, բեղմնավոր կյանք է այդ ամենի ետևում, այդ կադրերի ետևում, եւ արդեն քանի տարի է թատրոնում ես։ 56 երևի։ 56 տարի։ 68 թվից։ Հիշում ես, որ եկար թատրոն։ Ոչ չեմ հիշում։ Այդ մոռանալ կլինի։ Տակավին երիտասարդ։ Անը ես թատրոն եկել եմ շատ հետաքրքիր Համլետ ջան։ Այ միջայլոց այդ պարոնի, որ ասացիր պարոն Մարության, ակամայից հիշեցի Կարեն Դեմերչյանի այդ հայտնի խոսքը, որ եկել է վերադարձել է իր այդ գործարանը, որտեղ ինքը տնօրեն է եղել, այդ պաշտոնից հետո Էլեկտրոմեքենա։ Այո, վերադարձել է եւ այնտեղ ինքը ասել է «Բարև ձեզ ընկերներ», այնտեղից մեկը այդ բանվորներից ասել է «Էլ ընկեր չկա, պարոններ»։ Կարեն Սորոփիչը ասել է «Հա, մոռացա ասեմ, այդ պարոնները թող վեր կենան, ստեղից գնան, ընկերները թող մնան»։ Կամայից հիշեցի։ Հա, այդպես ընդունվեցի թատրոն, տակավին երեխա 16.5 տարեկան էի։ Վարդան Հաչեմյանը մի անգամից ինձ վերցրեց իր կուրսը, ու մեր կուրսը շատ հզոր լավ կուրս էր, մեր կուրսի երեխաները, որոնք հետո ավարտեցին 10
մարդ 10 հոգի պահեցին թատրոնում որպես դերասան։ Այդպիսի դեպք չէր եղել։ Նրանք էին Արմեն Մարության, Ռազմիկ Խոսրոև, Ալեքսանդր Խաչատրյան, Շաքեթ Ուխմանյան, Աշոտ Ղուկասյան, նրանցից մեծ մասը արդեն դեռ արդեն մեզ հետ չեն, բայց միևնույն է տաղանդավոր մարդիկ էին եւ Աճեմյանը կարողանում էր այդպես ճիշտ ընտրություններ անել։ Հանճար էր։ Իրոք հաճար է, բայց ասեմ, որ Արմեն, քո բախտը բերել է, որտեղ դու ուսանել ես մի ուրիշ հանճարի մոտ։ Վարդան Աճեմյանի նման մի իսկապես ուրիշ երևույթի եւ ավելին, նրա ասիստենտը, եթե չեմ սխալվում, այդ տարիներին մեր մյուս հանճարներից Մհեր Մկրտչյանն էր։ Այո, դուք ճիշտ եք նկատել։ Հետաքրքիր է։ Ինչ հետաքրքիր մարդկանց հետ ես աշխատել։ Դե բախտս բերել է էլի Համլետ ջան, նույնը մի հանճարը ընդունելա սովորել եմ, հետո մյուս հանճարն էլ նրա ասիստենտն է եղել։ Դե խոսքով այդպեսի լավ բան կա, չէ՞, Ֆրունզիկ Մկրտչյանն ասում է «Что я видел», ասում է, «Не только что видел, вот так потрогал»։ Սենց ձեռք եմ տվել, շփվել եմ այդպեսի հանճարների մոտ։ Եվ դե բախտի բան է, կարող էի եւ ուրիշի մոտ մնել, այդքան բան չսովորել, այդքան բան չհասկանալ, այդքան չխորանալ, բայց դե կատակ բան չի Աճեմյան, Մհեր Մկրտչյան, այդ վերջն է։ Չէ, եւ ամենակարևորը զուր չեն եղել այդ տարիները նրանց հետ անցկացրած։ Դու հետո այսօր հասկանում ես, թե ինչ գանձ ես գտել ժամանակին։ Դե հետո դրանից հետո անկեղծ ասած ես այնպիսի մի ժամանակահատվածում եմ աշխատել, սովորել այդ թատրոնում, լինելով երիտասարդ ես շփվում էի այնպիսի հանճարների հետ, ինչպես ասեն Գուրգեն Ջանիբեկյան, Ավետ Ավետիսյան, Արուս Ասրյան, Կարուշ Խաժակյան, գիտեք, Բաբկեն Ներսիսյան, շփվելը դեռ քիչ էր, բախտ է վիճակվել նրանց հետ բեմում խաղալ, ու չասեցինք այն ժամանակ երեխա էի, բայց ամենայն դեպս Արա Գեղեցիկում 18 տարեկանում Վարուժան էի խաղում, որտեղ Խորեն Աբրամյան, Բաբկեն Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Գուրգեն Ջանիբեկյան, Լուսիա Հովհաննեսյան, Մետաքսիա Սիմոնյան, այդպիսի գիգանտների, ինչ ասեմ, թույլ էին տվել, որ խաղան, որովհետև այդպես չի, որ կարող են ասել ոչ, բայց ասում թող խաղա, թույլ էին տվել։ Եվ այդպես շարունակվեց իմ կյանքը շատ զարմանալիորեն, ես խաղում էի հետագայում գնալով կյանքը այնպես դասավորվեց, որ ես Սունդուկյան թատրոնում այնքան խորացա, որ սկսեցի խաղալ Խորեն Աբրամյանի, Մհեր Մկրտչյանի, Սոս Սարգսյանի հետ, այնպիսի հզոր ներկայացումներում, ինչպես են Խորեն Աբրամյանի հետ խաղում էի Արշակ երկրորդում, խաղում էի Խորեն Աբրամյանի հետ անաղարտ մենախոսություն, այնպիսի մի հետաքրքիր ներկայացում ուներ Խորեն Բաբկենչը, խաղում էի Սոս Սարգսյանի հետ Ջոն արքայում, Հուբերտ էի խաղում, հետո Մհեր Մկրտչյանը խաղում էր Բաղդասար աղբար, ես այնտեղ խաղում էի Քիբար, ոչ պակաս լավ դերերից մեկը։ Եվ գիտես ինչ, Համլետ ջան, պիտի լինել երևի, որ այդպես վստահում են, դրանից ծնվում է քո մեջ սովորելու այն ցանկությունը, թե ինչպես պիտի դու հետագայում խաղաս, այդ վարպետներից շատ բան ես վերցնում։ Հիշում եմ մի առիթով Մհեր Մկրտչյանը Բաղդասար աղբարում իր հայտնի տեսարանն էր խաղում, ես նստած լսում էի իրեն Քիբարը։ Ես լսում էի, այնպես էի տարվել այդ դերասանով, որ դերից դուրս էի եկել ու իրան էի լսում, ինքը որ վերջացրեց, դե ես պիտի խոսեմ, այմեր խոսա, հետա, այսինքն դուրս արի, այդպես այդպիսի հզոր հիպնոսային վիճակի մեջ էին գցում իրենց տաղանդով, նույն Խորեն Աբրամյանը, այդ գեր հզոր տաղանդավոր դերասանը, Սոս Սարգսյանը, որ այսօր հիշում եմ, ասում եմ, ես աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկն եմ, որ խաղացել եմ այդպիսի գիգանտ դերասանների հետ, ես ինձ այնպես լավ եմ զգում, էլ չեմ ասում, կին դերասանուհիները, Վարդուհի Վարդերեսյան, Մետաքսիա Սիմոնյան, Վանակ Մասխարություն չի Վարդուհու կողքին խաղալ 2 րոպեում,
կկործանի, կոչնչացնի, պիտի զգուշ լինել։ Դե հիմա այդպեսի դպրոց եմ անցել, չգիտեմ։ Դե հրաշալի դպրոց։ Ես ասեմ, որ ես քեզ ամեն անգամ հիմա որ տեսնում եմ բեմում կամ էկրանին, ակամայից վերհիշում եմ մեր մեծագույն դերասաններից մեկին Խորեն Աբրահամյանին։ Այսօր մեր ծրագրում մենք մի տեսանյութեր ունենք Խորեն Աբրահամյանի հետ կապված, սովորաբար թատրոնը ինչպես ցանկացած օրգանիզմ ապրում է սերնդափոխություն։ Սպորտում թիմերը գիտես, չէ՞, ինչպես են ասենք, վարպետներին գալիս են երիտասարդները փոխարինել, նույնը թատրոնում մեր մեծերին գալիս են երիտասարդ սերնդի ժամանակն ինչպես դու ասացիր, քո բախտը բերես դու երիտասարդ տարիքում ընկար մի թատրոնում մի մարդկանց հետ, այնպիսի մարդկանց հետ աշխատեցին, որոնք իրոք քեզ համար կյանքի դպրոց դարձան։ Հիմա տես, սերնդափոխությունը Սունդուկյան թատրոնում էլ հեշտ չի եղել։ Երևի դու ինքդ այդ մասին կասես, բայց հիմա մենք դիտում ենք մի հատված 30 տարի առաջ Խորեն Աբրահամյանի հետ Լոս Անջելեսում մի հարցազրույց եմ նկարահանել, երբ նա վիրավորված, նեղացած, եկել էր Լոս Անջելես իր գործընկերներից, հատկապես Սոս Սարգսյանից, եւ ասեց, որ հասկացանք, ջահելները չեն հասկանում, թե ում են վռնդել թատրոնից, բացոց դու հո գիտես, ես ով եմ։ Բայց ավելի լավ է այդ հատվածը դիտենք ու վերադառնանք։ Խնդրեմ։ Իսկապես մեր հանդիպումները միշտ կայանում են հետաքրքիր, ինձ համար հետաքրքիր իրադրությունների մեջ, ես կասեի էքստրեմալ։ Դա պատահականություն է, թե նախախնամություն, թե ճակատագրի հրաման, դու միշտ հարկավոր ժամանակ գալիս ես։ Նախ ես հիմա ոչ մեկի հետ չեմ խոսում։ Առաջինական կյանքումս ես բոլորից վրդոված եմ ու բոլորի հետ խռով։ Իմ ընկերներից, իմ գոլեգաներից, մեր կառավարությունից, մեր նախագահից։ Ես խոսում եմ ժողովրդի հետ, առաջին անգամ, ես ամբողջ կյանքումս խոսել եմ ժողովրդի հետ։ Որ մի հետ պայծառ, հզոր, մեծ, հանճարեղ մարդու հիշատակին, չէ, Սարոյանն ասում էր, ես գրքեր չեմ գրել, ես նամակներ եմ գրել։ Ես էլ իմ չափով իմ տեղում նամակներ եմ գրել։ Հիմա էլ նամակ եմ գրում, հիմա էլ խոսում եմ ժողովրդի հետ։ Եթե նրանք էլ պետք է հավատան եւ ինձնից զեր քաշեն, ես էլ ուրիշ անունք չունեմ։ Որովհետև ես պետք է ուժ ունենամ իմ կռիվը շարունակելու։ Իսկ այնպես ուժի ծնգած, հուսահատված եւ այլն մարդ, այն էլ ժողովրդին, այն էլ ես պայմաններում, թե պետք է։ Հիմա տեսեք, թե ինչն է, որ ինձ։ Այստեղ դրանք թատերական գործիչների միությունը ծանր հոգեվարք է ապրում։ Ըստ հրապարակված եզրակացության, նրա անբավարար աշխատանքով է բացատրում այն, որ միությունն այլևս չի կարողանում սատարել թատրոններին, ոչ միայն Սունդուկյանի թատրոնն եմ քանդել, այլև մնացած բոլոր թատրոնները չի կարողանում սատարել թատրոններին եւ շուրջ 1700 թատերական գործիչներին մոռացության են մատնվել միության միջազգային կապերը։ Խորեն Աբրահամյանը ինքնական վարձակալության է տվել դերասանի տան տարածքները վաճառել միության գույքը։ Բա ոչ չնեղանամ։ Շերի բարեկամներ, լինել թե չլինել հեղինակային ծրագիրն է եթերում եւ մեր հյուրը կինոյից թատրոնի ճանաչված դերասան Արմեն Մարությանն է։ Արմեն։ Ես այն կարծիքին եմ, որ Խորեն Աբրահամյանը ճիշտ է արել, որ նեղացել է։ Որովհետև այդ տեսակ հզոր ռուսները լավ բառ ունեն, այդ կալիբրի մարդկանց sense պետք է չնեղացնեն, չի կարելի։ Հետո գիտեք ինչ, այդպիսի բառերով անվանել այն ժամանակ դες պատմություններ եղավ Համլետ ջան, անկեղծ եմ ասում, ես այն ժամանակ էլ եմ այս նույն տեքստը ասել, հիմա նորից քո հաղորդմանը կրկնում եմ։ Ասել եմ, այդպես մի վարվեք այդ հանճարեղ մարդու հետ,
մի վարվեք այնպես, ինչպես վարվեցիք Աճեմյանի հետ, մի արեք այդ բաները, հետո զղջալու եք, սրանք պատմության մեջ մտած գիգանտներ են, որոնց հետ դուք ուզում եք հանակ անել, այդ բանը անընդհատ մեր մեջ անդադ կրկնվում է ցավոք սրտի, մի վիրավորեք մարդկանց, մի վիրավորեք հզոր արվեստագետներին, այդ արվեստագետները քիչ են եւ Խորեն Աբրահամյանի նման դժվար էլ կլինի կծնվի թե չի ծնվի, ես չգիտեմ, հետո պես կենցաղային բաներով այդ մարդու հետ մի խոսեք էլի, կենցաղը սիրուն չի, դուք խոսեք նրա արած հզոր այդ վարպետի գործերի մասին, այդպես մի արեք այդ բաները, որ անում եք Խորեն Աբրահամյանի հետ, այսօր ինքը մնացել է մեր վերջիվերջո այդ են դերասանն է, որ այդքան խոսեցիք, ինչ ասեցիք, Հիսուս Քրիստոս հենց մահացավ վեցրիկ ու վազելով տարակ Կոմիտասի այգում թաղեցիք որպես իշխողություն, որպես հզոր, որպես Սարոյան, որպես Կոմիտաս, որպես մի գիգանտ մարդ, այդպես արեցիք, չէ՞ դուք։ Այդ բոլորդ որ այդպես խոսում էիք, հենց մահացավ վազելով տարակ այնտեղ թաղեցիք։ Ուրեմն զգուշ եղեք, ուրեմն մարդու հետ նուրբ վարվեք, մարդա, չէ, ինչքան էլ ուզում է տաղանդավոր լինի, ինքը վիրավորվող է, մարդը զգուշ պետք է լինել։ Իդեպ, երբ Միացյալ Նահանգներում ավելի այսպես հաճախակի շփվեցի Խորեն Աբրահամյանի հետ, ես ինձ համար պարզեցի, որ նա մեծ երեխա է, շատ շուտ վիրավորվող, շատ շուտ ամեն ինչից խռովող, ասած։ Եվ բայց միշտ ասում էր վերադարձի գաղափարը կա, պիտի վերադառնամ մի պայմանով, որ Շեքսպիրյան թատրոն ստեղծեմ։ Ու երբ Վազգեն Սարգսյանը զանգահարեց Միացյալ Նահանգներ, ասեց Համլետ, Խորեն Աբրահամյանին պետք է գտնել, ասել, որ նա պիտի վերադառնա Հայաստան, ասեց, ինչի գտնել, ես նստած եմ, միասին նարդի ենք խաղում, իմ խոսափողը տամ, ասա ինչ պետք է, ոնց ասեց, իրա մոտ ես, ասեց, այո, իրեն տվեց, ասեց, վարպետ, պիտի վերադառնաս, մենք մեր սխալները հասկացել ենք, բոլորը ուզում են, որ գաս, ասեց, բայց ես գամ ինչ անեմ, իմ միակ նպատակը այսօր Շեքսպիրյան թատրոն ստեղծելն է Հայաստանում, ասեց, արիք ստեղծենք, ու երբ նա վերադարձավ, ցավոք սրտի իհարկե, այդ մասին մենք քիչ հետո ենք խոսելու, տեղի ունեցավ մի տհաճ, մի տխուր երևույթ, որի արդյունքում բոլորի երազանքները այսպես զախողվեցին, բայց քիչ հետո այդ մասին։ Հիմա տես, Խորեն Աբրահամյանի անունը տվեցիր, քիչ առաջ շիշատակեցիր նաև Սոս Սարգսյանին։ Սոս Սարգսյանն էլ երևույթ էր մեր թատերական։ Իհարկե։ Մեր մեծություններից մեկը եւ ավելին իսկապես վարպետ, որից սովորելու շատ բան ունեին, հատկապես նրա երիտասարդ գործընկերները։ Երբ մի առիթով Սոս Սարգսյանին ասեցին, որ ախր վարպետ մենք ուզում ենք բողոքենք, գնանք Կարեն Դեմիրճյանի մոտ եւ ասենք, որ Սունդուկյան թատրոնը վերջապես պիտի մի նորմալ շենք ունենա, իսկ հիմա շենք տրամադրելու գումար են հատկացրել ռուսական թատրոնի համար, ահա ինչ եղավ հետո մի հատված դիտենք Սոս Սարգսյանի նույնպես 30 տարվա վաղեմություն ունեցող արսազուրիցներից մեկից եւ ամեն ինչ բարձ կդառնա։ Խնդրեմ։ Սովետի ժամանակ հին հայ ֆիլմ կինոյի տեղը սկսվեց կառուցվել նոր շենք թատրոնի։ Ես այս շարժման պարոնները մի քանիսը բողոքի ձայն բարձրացրին, միտինգներում հայտարարեցին, որ ռուսական թատրոնի համար շենք են կառուցում։ Ես էլ գնացի Դեմիրճյանի մոտ, ասեցի Կանեն Սիրոպիչ, այսպիսի բաներ են խոսում, ասեց այ ցավը տանեմ, ասեց, այդ փողը մենք Ռուսաստանից ենք ստանում, անունը դնենք ռուսական թատրոն, եւ հետո կտեղափոխենք Սունդուկյանը, այս նոր թատրոնը ռուսականը կտանենք Սունդուկյան, ինչի մասին է խոսքը։ Դա շատ համոզեցուցիչ բան էր, բայց դրա առաջը առնել այլևս հնարավոր չէր։
այդտեղ իսկապես թատրոնի տեղ էր, մանավանդ Ջիմ Թորոսյանը մի հրաշալի նախագիծ ուներ, հրաշալի։ Հետո ես դիմեցի հերթով եկող գնացող քաղաքապետերին, նախագահներին, ոչ մի արձագանք, ինձ նույնիսկ ձեռ էին առնում, ծիծաղում էին, ասում էին ի՞նչ է, հանդիսատեսը թատրոնի դռները ջարդում է, որ մի հատ էլ թատրոն սարքենք։ Հայ ժողովուրդը չի կարող առանց թատրոնի ապրել։ 2000 տարվա պատմություն ունի մեր հայոց թատրոնը, թող Գոյայի գիրքը կարդան, բայց համազգային լինելով այսօր իմ համոզմամբ լավագույն թատրոնը, ուղղակի բաց ասում եմ, լավագույն թատրոնը, որովհետև այնտեղ աշխատում են ամենատաղանդավոր երիտասարդները, մեկը մյուսից փայլուն, ուղղակի տեղ չունի, կտուր չունի իր գլխին եւ փաստորեն կենվորի վիճակում ենք մենք։ Դա շատ խանգարում է։ Թատրոնը պետք է այնուամենայնիվ ունենա շենք։ Իմիջիայլոց ինչ որ սարքում են Երևանում, ես ուրախանում եմ, Հայաստանում, եթե մի բան տեսնում եմ քարը քարի վրա են դրել, ես ուրախանում եմ, հետևում եմ, որ ինչ էլ լինի, շենք է, կառույց է, լավ է։ Անկեղծ ասեմ, նաև վախենում եմ, կանի ես կամ թատրոնը մի կերպ կպահեմ, բայց իզնից հետո առանձնապես մի հարգանքով չեն վերաբերևի այդ թատրոնի նկատմամբ, ամեն տեղից էլ դուրս կանեն, իսկ շենք չունեցող թատրոնը համարի, որ թատրոն չի։ Դե մենք դիտեցինք մեր հերթական տեսանյութը, մեր մեծերից մեկի Սոս Սարգսյանի հետ, կիսում ես նրա արտահայտած մտքերը։ Գիտեք ինչ եմ մտածում, որ ափսոս որ ինքը հիմա չկա ու ինքը չտեսավ, որ իր ցանկությունը, իր երազանքը կատարելացվել եւ այսօր բացվել է Սոս Սարգսյանի անվան թատրոնը, որը իրոք մեր քաղաքի լավագույն թատրոններից մեկն է։ Դե պիտի գիտեք ինչ մարդ է, հիմա որ նայում էի Սոս Արտաշեսիչին, այնպես մի տեսակ հուզվեցի, ինքը շատ ունենց բնությունից ծնված մարդ էր, մի անգամ մի առիթով ես շատ ուրախ կլինեի, որ ինքը կենթանի լիներ եւ տեսներ, որ այդ թատրոնը վերջի վերջո կառուցեցին, ստեղծեցին ու հիմա այդ թատրոնը շատ լավ աշխատում է եւ հիանալի թատրոն է։ Ինքը մի առիթով մի շատ սիրուն բան ասեց։ Ասեց, ես մի բանի վրա եմ զարմանում, այսքան այս կաֆեները, բաները, խի են սարքում։ Օրինակ իմ կարծիքով հանը պրոսպեկտի, Մաշտոցի պողոտան, այսինքն ծերից որ թատրոն սարքեին, դրանց փոխարեն, այս ազգին ավելի մեծ օգուտ կլիներ։ Ես տպավորվել եմ մեջս, ասում ինչ ճիշտ էր ասում, որովհետև այդ կապը թատրոնի հետ պիտի չխզել, այս երիտասարդությունը հիմա որ գալիս է թատրոն, ես տեսնում եմ ինչպիսի քաղցով ու կարոտով դուրս են գալիս, հետո գալիս են հետնամուտքի դռան մոտ ասում են, «Էս ինչ լավ բան էր այս թատրոնը»։ Հա ասում եմ, իհարկե, հեռախոսից լավ բան է, ես ձեզ անկեղծ եմ ասում։ Արմեն, տես, ես հատուկ նշել եմ, դու այսօր Սունդուկյան թատրոնում գոյություն ունեցող բոլոր հայտնի այսպես գլխավոր դերերը տարբեր գործերից ինքդ ես խաղացել, տես Շանթի հին աստվածների մեջ չէ, անահոր դերն ես խաղացել, Ջոն արքայի մեջ Ջոն, պատվի համարում Էլիս Բարով, հետո էլ ինչ կա, Պեպոյի մեջ Զիմզիմով, Լիրարքայում, Լիրարքա, չէ, մի խոսքով սրանք այն դերերն են եղել, որոնք ժամանակի ցանկացած երիտասարդ դերասանի երազանքն են եղել։ Դու այս ամենի միջով անցար, դու այդ սերնդափոխության այդ ոնց են ասում գործընթացը ներսից տեսար, զգացիր, ապրեցիր։ Այսօր երբ այս ամենը քո կյանքում արդեն դարձել է իրողություն, ինչ որ բան չկա, որ ասենք էլ տալու, ասելու բան, թե միշտ ասելու բան կա։ Գիտես, Համլետ ջան, այս դեր խաղալը շատ բարդ բան է, դժվար բան է։ Ամեն անգամ, որ դերասանը մի նոր դեր է ստանում, ամեն ինչ սկսում է սկզբից։ Նորից սկսվում է այդ պատմությունը։ Ես ես կարամ խաղամ, չեմ կարա, սկսում ես խորանալ,
այնպես չի էլի, որ հենց ինչ տան ես խաղամ, չէ, ես պետք է մոտենամ այդ կերպարին, պետք է տարիների ընթացքում կարողանաս մոտենալ, օրինակ դուք ասում եք, Համլետ ջան, ասում ես վանահայր, եթե Վահե Շահվերդյանը չիրականացներ այդ ծրագիրը եւ չբեմադրեր շանթի հին աստվածները, ես հո չէի բեմադրելու այդ, որ ես խաղայի, բայց տեսավ ռեժիսորը, որ ես դա կարող եմ անել, չէ, եւ վստահեց։ Կամ երբ ես խաղացի Ջոն Արքա, ես Ջոն Արքայում Հուբերտ եմ խաղացել Խորեն Աբրահամյանի հիանալի բեմադրության մեջ, հետո մեզ առաջարկություն եղավ խաղալ Շեքսպիրյան, այ Խորեն Բաբկենիչ ասեց Շեքսպիրի թատրոն եմ ուզում բացել, իմ բախտը բերեց, էլի բախտի բան է, չէ, ես բոլորը երազում էին Շեքսպիրի թատրոնում խաղալ Գլոբուսում, բայց ես խաղացի, բախտի բերմամբ, ես ունես մի չգիտեմ ինչ չէր, որ բայց բախտս բերեց, ես խաղացի Գլոբուս թատրոնում Ջոն Արքա, դա քրքիր դա ճակատագիրը իմ հանդեպ, իմ դերասանական կարիերայի հանդեպ բարեհամբույր գտնվեց, որի համար ես շնորհակալ եմ։ Իհարկե ճակատագիրը ոչ բոլոր հարցերում է ինձ այդպես բարեհամբույր մոտեցել, բայց կարիերայի հարցում այո, եւ հանկարծ ես եկա տարիների ընթացքում մի բան եմ ուզում հարցնել քեզ, դուք ինչ կարծիքի եք, Խորեն Աբրահամյանը լիրարքա չխաղաց, չէ՞։ Ինչու՞։ Խորենը որ պատրաստ էր լիրարքայի, որ չխաղարեր լիրարքա էր, չէ՞։ Որովհետև զարմանալի բան է, մարդը որ տարիների ընթացքում մոտենում է այդ դերին, որը կարող է խաղալ, բացի նրանից, որ ինքը պիտի պատրաստ լինի մտովի, պատրաստ լինի ամեն ինչով, ֆիզիկապես պիտի ուժ ունենա, որ այդ դերը խաղա, որովհետև դա ծանրագույն ֆիզիկական առումով դերերից մեկն է, որը 3 ժամ բեմի վրա պիտի կարողանաս դիմանալ ու խաղալ։ Առողջությունդ պիտի խնայես, որ կարողանաս հասնել այդ դերին։ Դրա համար, որովհետև Խորեն Բաբկենիչը վերջում արդեն ինչ-որ պրոբլեմներ ուներ, հասկանում եք, թե չէ, իր համար այդ դերը ինչ էր, ինքը կարող ինձ սովորացներ, ես խաղայի, այդ այնց հզոր արվեստագետ էր։ Ուրեմն էլի բախտի բան է։ Մի անգամ ես Խորեն Աբրահամյանին հարցրեցի, Խորեն Բաբկենիչ ասեցի, որ մի 50 գրամ խմում, երիտասարդ էի, ասեցի, որ մի 50 գրամ խմում եմ, կամ խմում ենք, ոնց որ դեր ավելի լավ ենք խաղում, ասեց, բաներ չասես։ Ուրեմն լավ իշի, խմիչքը բերում է ավելորդ ոգևորություն, որի համար վզակոթին են տալիս։ Ես այդ ամբողջ կյանքում հիշեցի, ես ինչ հետաքրքիր բան ասեց, հետո հասկացա, հա, որ մի երկու բաժակ խմում ես, ես քեզ թվում է դու ես իմով ես, ոչ մի բան ես։ Այո, այդ կա զգուշ լինել, այդպիսի, ես նրանց ամեն մի ասած խոսք, ամեն մի խորհուրդը, մինչև հիմա, ես ասեն 75 տարեկան եմ դառնում այս տարի, մինչև հիմա նրանց ամեն մի ասած դիտողությունը, ամեն խոսքը պահում եմ, պահպանում եմ, փայփայում եմ, եթե իրենք չեն արել այդ բանը, ես ուզում եմ անեմ, ապրեմ այնպես, ինչպես իրենք մտածում էին, դա դժվար բան է, բայց պիտի անես։ Տես մենք անընդհատ հիշատակում ենք Խորեն Աբրահամյանին եւ դա պատահական չի, մեծերին միշտ հիշես ու հիշատակես։ Երբ տեղի ունեցավ Չարաբաստիկ հոկտեմբերի 27-ը, երեկոյան ինձ զանգահարեց Խորեն Բաբկենիչը, ասեց կարող ես գալ թատերական գործիչների միջան տանդեմ դեր, ասեց նորք, ասեց կարող ես գալ, ուզում եմ մի քիչ խոսենք։ Գնացի, ասեց Համլետ, միշտ ասում ես, չէ, լինել, թե չլինել, Շեքսպիրյան այս հարցադրումը, մեր ժողովրդի առջև նորից դրվեց այդ Չարաբաստիկ հարցը լինել, թե չլինել։ Հոկտեմբերի 27-ը ինձ համար կործանիչ էր, ինչ առումով ես կորցրեցի Շեքսպիրյան թատրոն ստեղծելու հնարավորությունը։ Իմ ծանր կորուստներից մեր։ Մենք կորցրեցինք մարդկանց, որոնց հետ մենք վաղվա օրն էինք տեսնում։
բայց հիմա դիտենք այդ օրերից հետո հոկտեմբերի 27-ից մի շաբաթ անց մենք հարցազրույց ունեցանք այդ եթերում եւ ահա թե ինչ մտքեր արտահայտեց Խորեն Աբրահամյանը։ Խնդրեմ։ Ես երբեք չէի ուզի, որ դա դառնա ամենօրյա առօրյական խոսակցություն։ Կատարվել է մի բան, որը անուն չունի։ Կատարվել է արհավիրք, ազգին ցավ են տվել, մեր ժողովրդին խփել են սրտին։ Եվ դա ես հանկարծ անձնական դարձնեմ եւ փորձեմ դա ինձ վրա վերցնել, իմ զգացմունքներն արտահայտել։ Ազգին են ցավ տվել, ազգի սրտին են խփել, դա անուն չունի։ Կանցնի ժամանակ մենք դրանից դասեր կառնենք գոնե, այդ ահավոր արհավիրքը ինչ որ կատարվեց, մեզ կստիպի գոնե մի 100-ամյակ խելքներս հավաքենք մեր գլխին, հիշենք մեր կորցրածը, մեր մեծերին եւ հասկանանք, թե ինչպես պետք է ապրենք, ինչ կերպ պետք է ապրենք։ Ես ոչ մի բան չեմ ավելացնում, ես ոչ մի բան չեմ կարող ասել, բացատրել, գիտեք, մարդու լեզուն, վերջի լեզու է, բառեր են, կատարվածը անուն չունի, գոնե այդ արհավիրքից դասեր առնենք մի 100-ամյակ, փորձենք հասկանալ, թե ինչու ենք մենք մեզ խփում, մենք մեզ կործանում։ Քիչ առաջ խոսում էինք, ով փոխարինի արդյոք մեր մեծերը, ով ավաղ փոխարինել հնարավոր չի։ Եվ տրված անունները ես երբեք սրբապղծորեն չեմ ասի, չեմ առանձնացնի, որովհետև ենթարենք մենք հիշում ենք եղերնը։ Միթե մեր լեզուն պտտվում է, որ ասենք ափսոս Վարուժանը, Կոմիտասը եւ այլն, այդ են մնացածները, ոնց մնացածները, ամենավերջինը, ամենահամեստը, չէ որ դա մեր կորուստն է, մեր կյանքի կորուստն է։ Հիմա ոնց ինչ-որ մեկին առանձնացնենք և մտածենք, թե միթե ես չգիտեմ ով կփոխարինի նրանց, ես չգիտեմ Կարեն Սերոպիչին ով կփոխարինի, Վազգեն Սարգսյանին, ով կփոխարինի, չէ որ մեր ազգը հույս էր կապել այդ մարդկանց հետ։ Լինել թե չլինել հեղինակային ծրագիրն է եթերում Արմեն Խորեն Աբրահամյանի ամեն մի խոսքը տանում է շատ այսպես դաժան հիշողությունների նաև կապված հոկտեմբերի 27-ի հետ։ Դե ես գիտես ինչ կարող եմ ավելացնել Համլետ ջան։ Այդ որ ես ասում եմ մեծ էր, գիգանտ էր Խորեն Աբրահամյանը, որ ասում եմ հզոր էր։ Հույմ ասելով չէ, հենա ինքը ապացուցում ամեն վարքան։ Ոստաս նայում ես, ասում ես, ցա մտածել մարդը, ինչքան խորն է մտածել, ինչքան է սիրտը ցավում այս ազգի համար, իր ազգի համար, իր երկրի համար, մեր երեխեքի համար։ Այդ այնց տեսակ էր ինքը։ Մեծությունը այնպես չի լինում, որ այս դերը լավ խաղաց, չէ, իր ապրած կյանքով, իր մարդկային կենսագրությամբ։ Իրա տեսակը ուրիշ տեսակ էր Խորեն Աբրահամյան, իրան նեղանալն էր շատ հետաքրքիրում մեջ, ունեց պճլիկ նեղանալ չէր էլի, ունես կարում էր մարդավարի նեղանալ, կարում էր մարդավարի հազոր գործեր անել, վերջի այդ ծրագիրը, որ որոշել էր, որ պիտի թատրոն, Շեքսպիրյան թատրոն ունենա մեր ժողովուրդը, ինչու, որովհետև ինքը այդ տեսակի արվեստագետներից էր, որ մտածում էր, որ մենք ոնց որ ենք Շեքսպիրյան ազգ ենք։ Եվ որ մենք Ջոն Արքան խաղացինք Լոնդոնում, մեծ հաջողություն ունեցանք,
շատ մեծ հաջողություն ունեցանք, մենք այդ ներկայացումը խաղացինք չամադաններով։ Հատուկ չամադաններ էին սարքել Տիգրան Գասպարյանը եւ Հաղամերիկ Վահագնը, մեր նկարիչը, գյուտ էին արել, որովհետեւ Գլոբուս թատրոնում դու իրավունք չունես խաղալ դեկորացիա պետք չլինի միայն զգեծ, երաժշտություն պետք չլինի։ Մի խոսքով, իրանք այդ բոլոր հարցերը լուծել էին, արմացել էին այնտեղ, շատ լավ բաներ գրեցին, բան արեցին, հետո Անգլիայի դեսպանը Հայաստանը, երբ որ վերադարձանք, մեզ հրավիրեց իրանց տունը, դերասանների, ինչ ա եղել, ինչի հրավիրել, բան։ Մեր տնօրեն ասաց, չգիտեմ, մարդը հրավիրել ամոթ, պետք է գնանք, բան եկանք, դերասաններով գնացինք իրանց տուն, իր տունը Երևանում։ Նա մի քիչ ինքը ռուսերեն էր խոսում, մի քիչ կինն էր, մի քիչ սոր հայերեն էր խոսում, մի խոսքով շփվեցինք, բան, պարզվեց Լոնդոնից իր ընկերը, որը շատ մեծ շեքսպիրյան քննադատ է, շեքսպիրագետ է, այս մարդուն զանգել է, այս պասոլին ասել, այդ ով են դրանք, այդ ոնց խաղացին, հələ մի հատ դրանց տես ով են, այդ ինչ մարդիկ են դրանք, այդ քարտեզի վրա նայում եմ, ասում, տեղը չեմ գտնում, հələ մի հատ պարզի, այդ ովքեր են։ Ասեց դուք ով եք, որ տենց Շեքսպիր գիտեք, Շեքսպիր եք խաղում։ Դա բոլորն ինձ մտա, ես ասի կարելի է, ես ասեմ, ասեմ։ Ասի մենք այդպիսի մի ազգ ենք զարմանալի, ասեցի, որ մենք Շեքսպիրը այնքան գիտենք, այնքան ենք սիրում, այնքան ենք տարված այդ դրամատուրգով, ասեցի, որ մեր երեխեքի անունը դնում ենք Լայարդ, Համլետ, Ջուլիետա, ազգի կեսը Շեքսպիրյան Ռոմիկը։ Սենց արմացա, ասես լուրջ ես, ասի, հա, այտենց մենք ժողովուրդ ենք, դրա համար Խորեն Աբրամյանի պես հզոր մարդը, հզոր արվեստագետ, ասում մենք իրավունք ունենք ունենալ Շեքսպիրյան թատրոն։ Եվ այդ ծրագիրը ափսոս չիրականացվեց։ Իսկ թվում է պատճառը այդքան յոթը չէր։ Պատճառը, որ ինքը երևի հոգնեց այդ վրա դեմ պայքարելուց։ Տենց լնում է, մարդը հոգնում է, հասկանում ես, օրինակ, տեսար Սոս Սարգսյանը ինչ ասեց, մի քիչ առաջ Իրան էին, նայում ասեց, ախենում եմ, ես չտեսնեմ, ասեց այդ բան։ Կտեսնես Սոս Արտաշեսից, դու հիանալի աշակերտներ ես մեծացրել, Վարդան Մկրտչյան ես մեծացրել, Կարքին տղա այսօր Սունդուկյանի թատրոնի տնօրենն է, որը մեծ գործ արել, շարունակել է քո գործը ու բերել են, հասցրել են ու այսօր այդ թատրոնը կա, քո աշակերտներն են դրանք, քո հնարած երեխեքն են, որոնք կարողանում են շարունակել քո գործը։ Ու ես Խորեն Աբրամյանին էլ եմ ուզում ասել, Խորեն Բաբկենից չմտածես, այդ Շեքսպիրյան թատրոնն էլ է բացվելու այս քաղաքում, հավատացնում եմ ձեզ, լինելու է, էդ էլ է լինելու, ավելի լավ թատրոններ ենք ունենալու ենք հիանալի սենց Համլետ Ղուշյաններ, որ հիշելու է այս պատմությունը ու մեր մասին խոսելու է ու ապացուցելու է, որ մենք այսենց լավ ժողովուրդ ենք, այսենց լավ մարդկային տեսակ ենք, ոչինչ, մեր մեջ վատն էլ կա Համլետ ջան, կա, միշտ է եղել ու կլինի, բայց մեր մեջ լավը ավելի շատ է։ Գիտես, ես համամիտ եմ քեզ հետ, ես պիտի ասեմ, որ Սունդուկյան թատրոնը իսկապես մեր մայր թատրոնն է, որտեղ մենք բազմից ենք առիթ ունեցել, ոչ միայն լիցքաթափվելու, հիանալու մեր վարպետ դերասանների խաղով, մեր հրաշալի ներկայացումներ։ Այսօր ինչով է զբաղված Սունդուկյան թատրոնը, ինչ նոր ներկայացում, ինչ նոր անակնկալ եք պատրաստում։ Այսօր Սունդուկյան թատրոնում նոր ասեցի մի հետաքրքիր տղա են բերել Վարդան Մկրտչյան, այդ տնօրենը, որը թատրոնը լավ գիտի, Սոսի աշակերտն է։ Երիտասարդ է։ 40 տարեկան։ Դե, ես համար երիտասարդ։ Բայց թատրոնի տեսակը գիտի, թատրոնը հասկանում է, թատրոնը գնահատում է, կարողանում է հնարել, կարողանում է ճանապարհներ որոնել, որ թատրոնը ավելի առաջ գնա։ Եվ ինչ-որ փորձեր են արվում, հետաքրքիր, ավելի հետաքրքիր
պլաշատկաներ է ստեղծվում, խաղում են black box-ում, խաղում են վերևում թատրոնի տեսակ, ուրիշ տեսակներ է ստեղծում։ Բացի մեծ բեմից ունենք փոքրիկ կետեր, որտեղ թատրոնը խաղում է եւ ես ակամայից տեսնելով այդ տղայի արածները ուրախանում եմ ու հիշում եմ Մեհեր Մկրտչյանին, որ ասեցի, բա թատրոնը որտեղ պետք է ստեղծես, ասեցի, որ ուզում էր թատրոն բացել, ասեց, բանում, ի՞նչ է եղել թատրոնը, այն դիմացի մայթում, որ լավ խաղաց, արդեն թատրոնը։ Ճիշտ է ասում։ Ուրեմն պետք է ինչ-որ տեղեր ստեղծվի, որտեղ կարողանան խաղալ եւ ճիշտ խաղան։ Եթե ճիշտ խաղացիր, համոզեցիր, ուրեմն ստացվել է քո թատրոնը։ Եթե լավ չեղավ, ուրեմն չի ստացվել քո թատրոնը։ Եվ այդպես թատրոններ էլ կան, որտեղ ամեն ինչը կա, բոլոր պայմանները կա, թատրոնը չկա։ Եվ կա թատրոն, որ թատրոնը կա, շենքը չկա, դա էլ կա։ Դե հիմա տենց է կյանքը, մի օր կլինի, մի օր չի լինի, մեկի մոտ կստացվի, մյուսի մոտ չի ստացվի։ Ես իմ մասին ասելով համեստորեն ասեցի, բախտս բերել է, խաղացել եմ մեր այն դերերը, ովքեր խաղում էին մեր մեծերը, վերջո ես այսօր Էլիզբարով եմ խաղում։ Հրաչյա Ներսիսյանն էր Խաղացել է Հրաչյա Ներսիսյանը կինոյում եւ խաղացել է Աբելյանը։ Այո, Աբելյանը թատրոնում։ Հետո էլ Սունդուկյան թատրոնում չեն բեմադրել, ոչ ոք չգիտի դրա մասին։ Բեմադրեց Վահե Շավերձյանը եւ էլի բախտս բերեց, ես խաղացի, ես մի մեղք չունեմ։ Ինքը նայեց այդ ցուցակը, այդպես կազմ կա էլի դերասանական։ Ու այս ինքը պետք է խաղա։ Դու դա փորձում ես, հետո ստացվեց։ Տենց է, մեր բախտը պիտի բերի։ Ես չեմ ասում, որ այնց ոչինչ չանենք ու բախտը բերի, չէ։ Ամեն ինչ պիտի անես, պիտի տանջվես, պիտի խորանաս այդ ամեն ինչի մեջ եւ պիտի էդ էլ լինի։ Պիտի հանդիպեն բախտը ու այդ քո տառապանքը ու Բայց աշխատանքը։ ինքը շատ տառապալից ճանապարհ է սանցել ախր։ Դե հիմա հո այնպես չի ստաց, ոչինչ այդպես չի։ Միջև այս կոչումներին ճանաչման Ես այդ արժանանալը։ կոչումը համարում եմ ոչ մի բան։ Կոչումը, որ ասում են, բա կոչումը լավ բան է, ասում եմ, հա լավ բան է, բայց ես համարում եմ ոչ մի բան։ Ինձ համար կարևորը մեր ժողովրդի կարծիքն է։ Այ մեր ժողովուրդը եթե քեզ ընդունում է, ուրեմն դու աշխարհի ամենամեծ կոչումն ունեցող դերասանն ես։ Տենց է։ Թե չէ այդ կոչումները ինչի հանեցին Համլետ ջան։ Հանեցին, որովհետև կոչում տվողները ճիշտ չէին տալիս կոչումը։ Չի կարելի, պիտի ազնիվ տալ։ Ազնիվ պիտի մոտենալ։ Եթե ազնիվ չի, դա պետք չի։ Լավ չի, մի արեք։ Ժողովուրդը ամեն ինչ զգում է զարմանալիորեն ավելի ճիշտ եւ ամենակարևորը ճիշտ ժամանակին ինքը այդ հարցերը լուծելու է։ Ինչ ուզում եք արեք, ոնց ուզում եք խափեք, չի ստացվելու։ Ժողովուրդը զգուշ է, ինքը դանդաղ գնում, դանդաղ մտածում, խոսքս հզոր ժողովրդի մասին է, որի անունն է հայ։ Հայ մարդը, հայ ժողովուրդը հանկարծ նենց է հավաքվում։ Հիշում ես այն Ղարաբաղի պատմությունը, որ 88 թվին ոնց համախմբվեցին։ Ես դες բան չէի տեսել։ Եվ կարող է այդպես Խորեն Բաբկենիչի ասացի պես հանկարծ այսպես բան լինել։ Բայց դե ինչ անեմ, էդ էլ հին գեներից է, մենք հին գեներ ունեցող ժողովուրդ ենք եւ մեր գեների մեջ ինչ ասես կա։ Եվ լավը, եւ վատը, եւ հանճարեղը 20-րդ դարը հայ ժողովուրդը 20-րդ դարում տվեց այնքան հանճարներ, որ հիմա ցուցակը գրենք, ժամանակը չի հերիքի քո եթերի։ Արնո Բաբաջանյան, Արամ Խաչատրյան, Մեհեր Մկրտչյան, Վարդան Աչեմյան, Գուրգեն Ջանիբեկյան, Տիգրան Պետրոսյան, չի հերիքելու ցուցակը։ Մի դարում այդքան հանճարատալի, հիմա այս 21-րդ դարում պաուզա է տվել, համբերում ալը։ Ասում եմ տենամ սրանք իրանց ոնց են պահում, կտա էլի, կծնվի, հայ ազգը չի կա, եթե այսքան անցել է, այսքան ամեն ինչի մեջով ու եկել է ու այդ բանը, այդ քարտեզը, այդ 29000 քառակուսի մետրը մենք դեռ կանք, ուրեմն դեռ կանք, ուրեմն դեռ պիտի շարունակենք, կատակ չանեք հայ ժողովրդի հետ,
զգուշ եղեք, ժողովրդի հետ շատ զգուշ եղեք։ Խոստիկյան Արմենի հետ, այսպես այգիով գնում էինք, ինքն ասում էր բարև տղա ջան, բարև աղջիկ ջան, բարև քութիկ ջան, սաղի բարև բոլորի բարև, ես ասում Արմեն, մի ուշանում ենք, գնանք, արագացրու, ասեց, սպասի, դմբո, ուրեմն մի բան ասեմ, ես լավ հիկը հիշես, սաղ կյակով, չուզում ես արա, այս ժողովրդի հետ զգուշ եղի, իրանք ամեն ինչ զգուվելու տեսնում են։ Այո, ոնց է տպավորվել իմ մեջ, այսինքն ժողովրդի համար ես անում, դերասան զգուշ եղի։ Եվ ընդհանրապես բոլորը թող զգուշ լինեն, որովհետև մի օր ինքը ժողովուրդը ասել է, մի րոպե սպասեք, ինչ որ բանն էս չի, ասելու է։ Այտենց է այս ազգը ինչ անեն։ Ճիշտ եք։ Մենք մեր մեծերից Խորեն Աբրամյանին շատակեցինք, լսեցինք Սոս Սարգսյանին, հիմա մի հատված էլ Սոս Սարգսյանի նույնպես այդ 30 տարվա հանդիպումներից մեկի ժամանակ ես միշտ հաղորդման վերջում իմ ծրագրի հյուրերին ավանդական հարց է տալիս։ Ինչ բարեմաղթանքներ ունեք մեր հեռուստադիտողներին։ Եվ ահա թե նրանցից ամեն մեկը ինչ էր ասում։ Մասնավորապես լսենք Սոս Սարգսյանին։ Խնդրեմ։ Գիտեք, Համլետ, ես ապրում եմ իմ ժողովրդի հետ, անկեղծ ասած։ Բոլոր նրա ուրախությունները կիսում եմ, բոլոր դժվարությունները կիսում եմ, հոգումս, սրտումս։ Ես ուզում եմ, որ մեր մեջ արթուն մնա, երբեք չմարի մեր երազանքը, մեր միացյալ, ազատ, անկախ Հայաստանի գաղափարը։ Երբեք ու երբեք ոչ մի սերնդի մեջ դա չմարի։ Քանի տարի էլ ապրենք այս աշխարհում, քանի դար էլ ապրենք այս աշխարհում, պետք է հիշենք ազատ, անկախ, միացյալ Հայաստան, սա մեր երազանքն է, սա մեր ազգային գաղափարախոսությունն է, սա պետք է մեր հոգեբանությունը լինի, սա պետք է մեր մտահոգությունը լինի, սա պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքը։ Ես ցանկանում եմ իմ ժողովրդին ամենալավ բաները աշխարհի։ Եթե Աբովյանը ասած չլիներ իմ սրտի սիրական ազգ, այդ բառերը ես կասեի հիմա, բայց Աբովյանն ինձնից առաջ ասել է եւ հրաշք այդ մարդը դրանով սպառել է իր սերը իր ազգի նկատմամբ։ Ես միանում եմ նրան։ Արմեն, ես քեզ այդ հարցը չեմ տալի, որովհետև դու արդեն այդ հարցին անկախ ամեն ինչից պատասխանեցիր, նույնիսկ չիմանալով թե ինչ է ասելու Սոս Սարգսյանը։ Անտեղյակ էր, որովհետև տեսագրությունը դու առաջ անգամ տեսար։ Հիմա տես։ Բայց մի հարց քեզ անպայման տալու եմ։ Որն է ավելի հոգեպես ազնիվ, տանել գորբախտի պարսակարերը եւ սլակները, թե զենք վերցնել Վիշտուցավիրի Միծովի ընդեմ եւ դիմադրելով վերջ տալ բոլորին, մեռնել, քուն մտնել, ոչինչ ավելի եւ կարծել թե մի պարզ քնով մենք վերջ ենք տալիս այն սրտացավին եւ բյուր բնականացություններին, որոնց առանքն է մեր եկ մարմինը լինել, թե չլինել։ Ես ուզում եմ պատասխանել Շեքսպիրին, Շեքսպիրյան խոսքերով, որ ասում է Լիրարքան, արտասվելով ենք մենք գալիս աշխարհ, եւ հենց առաջին օդը շնչելիս ողբում ենք լալիս, ծնվում ենք թե չէ, անիծում ենք մեզ, որ հիմարների այս բեմը մտանք, խելագարների դերը խաղալու։ Համլետ ջան, դու Շեքսպիրյան անուն ունես, Համլետ։ Բայց դու էլ Շեքսպիրյան մարդ ես չնայած անունդ Արմեն է։ Շնորհակալություն, որ եկար։ Ես եմ շնորհակալ, շատ հետաքրքիր հաղորդում էր իմ վարպետների հետ հանդիպեցի հաղորդման ժամանակ վարպետներ,
որոնց մեջ այսօր չկար Մեհեր Մկրտչյանը, բայց մենք իրան բերեցինք անպայման վարպետին։ Շնորհակալ եմ։ Դե ուրեմն ինչպես ասում են մի շնոր հանդիպում։ Ուրախ եմ եւ համոզված եմ, որ դեռ երկար մենք հանդիպումներ կունենանք Համլետ ջան։ Շնորհակալ եմ։ Ջերի բարեկամներ, դե այսօր իսկապես հրաշալի հյուր ունեինք մի անձնավորություն, ում հետ կարծում եմ ցանկացած հանդիպում դա մի հաճելի անակնկալ է, թե հիշողությունների հետ կապված, թե վաղվա օրվա։ Այնպես որ առաջիկայում սպասեք նման հանդիպումների եւս, իսկ այսօր այսքանը ցտեսություն։